Կուրսկի շրջանում ուկրաինական բանակի գործողության ավարտի մասին է հայտնել Վլադիմիր Զելենսկին։ Դաշնության պաշտպանական գերատեսչությունը հինգշաբթի էր հայտնել Կուրսկի շրջանի Սուջա քաղաքի ու ևս երկու գյուղի ամբողջական ազատագրման մասին։ Շաբաթվա կեսին ռուսական ուժերը Կուրսկում իրենց վերահսկողության տակ էին վերցրել ավելի քան 100 կիլոմետր տարածք եւ 12 բնակավայր։ Նախորդ շաբաթ Դաշնության պաշտպանական գերատեսչությունը մի քանի օրում ազատագրած 1100 կիլոմետր տարածքի մասին էր տեղեկացրել։ 2024-ի օգոստոսին հարձակվելով Կուրսկի վրա Ուկրաինան ցանկանում էր խաղաքարտ ունենալ Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների ժամանակ։ Ռուսական ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է, որ առնվազն 40 ուկրաինացի զինվորականներ են Դաշնությունում դատապարտվել ազատազրկման Կուրսկի շրջան ներխուժելու եւ խաղաղ բնակչության դեմ հարձակումների համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հորդորել է Պուտինին չսպանել Կուրսկում մնացած ուկրաինացի զինվորներին։ Ականջալուր լինելով ամերիկացի պաշտոնակցի խոսքերին, Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ ձեռք չեն տա Կուրսկում շրջափակման մեջ հայտնված ուկրաինացի զինծառայողներին, եթե նրանք ինքնակամ հանձնվեն։